կնոջ մոտ հավանական հղիության օրերը 1-2 օրեր են ամբողջ մեկ ամսվա ընթացքում դաշնային ցիկլի 1-2 օրն է հավանական է Ինչպես հաշվել այդ օրերը հնարավոր է հենց ես կասեմ իհարկե ինչպես հաշվել եթե 1 տարվա ընթացքում չարձանագրվի հղիություն ապա նոր այդ ժամանակ համարվի անպտղություն հարսին տարեք բուժելու չբեր դուրս եկավ անպտղության 50% դեպքերի մեջ դերակատարություն ունի տղամարդու անպտղությունը նոր ամուսնական զույգերի պարագայում առաջին տարում մոտավորապես պետք է լինի 4-ից 6 հարաբերություն մեկ շաբաթվա ընթացքում ամենահեշտը եւ ամենակիչ ծախսատար եւ ամենաէֆեկտիվը տղամարդու անպտղության ուսումնասիրությունն է եւ խնդրի հայտնաբերումն է ավելի քան կանացին քան թե կանացին կան սիրով զբաղվելու դիրքեր որոնք բացառում են հղի անալը Ոչ թե բացառում են, այլ կան սիրով զբաղվելու դիրքեր, որոնք ավելի հեշտացնում են հղիության հավանականությունը։ Շակերտավոր այդ հրաշագործները, որոնք կարող են դա հաշվարկել եւ այսպես կանխատեսել երեխայի սեռը, դրանք մոլորություններ են եւ չպետք է հավատալ դրան։ Ողջույն, այսօր խոսելու ենք անպտղությունից եւ խոսելու ենք նաեւ տղամարդկանց անպտղությունից։ Ինչու եմ սա շեշտում, որովհետեւ որպես կանոն, երբ խոսում են ընտանիքում առաջացած խնդրից, անպտղությունից, անպայման ենթադրում են, որ բուժել է հարկավոր կնոջը։ Այսօր այս մասին ենք խոսելու սեքսապաթոլոգ դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժիշկ ջան, ամուսնացան հարսանիքի հաջորդ օրը հարցնում են։ Նորություն ունեք։ Ամենացավոտ հարցերից մեկն է, այո, զույգերին ուղղված, որը որ ստեյցիան ինչպես ունենում է ստրեսոգեն ազդեցություն, այնպես էլ որոշակիորեն զույգերին կաշկանդող եւ պարտավորեցնող ազդեցություն։ Ասեմ, որ այո, իհարկե մեր հայասրակությունում մեր ամուսնական զույգերը շատ հաճախ են առնչվում այդ խնդրի հետ եւ հենց անմիջապես ամուսնության առաջիկա օրերին կամ ամիսներին առաջիկա ամսին արդեն իսկ սպասում են, որ պետք է հղիության որոշակի նշաններ լինի։ Ցավոք սրտի սա այդպես չէ եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ 1 տարին պետք է լրանա, զույգերը ապրեն ռեգուլյար, կանոնավոր սեռական կյանքով, չօգտագործեն որևէ հակաբեղմնավորիչներ եւ եթե 1 տարվա ընթացքում չարձանագրվի հղիություն, ապա նոր այդ ժամանակ համարվի անպտղություն։ Ինչ է տեղի ունենում օրգանիզմում մարդու այս 1 տարվա ընթացքում հարմարվում են նոր կարգավիճակի մասնավորապես կանանց եմ ենթադրում։ Գիտեք, հղիությունը սա հղիության բեղմնավորումը, ներողություն հղիության արձանագրումը, սա շատ որոշակի պատահականությունների հիման վրա ստեղծված երևույթ է։ Պետք է հաշվի առնել, թե ինչպիսին է կնոջ զվազատման ցիկլը, չէ՞ որ կնոջ մոտ հավանական հղիության օրերը 1-2 օրեր են ամբողջ մեկ ամսվա ընթացքում դաշնային ցիկլի 1-2 օրն է հավանական է Ինչպես հաշվել այդ օրերը հնարավոր է Հենց ես կասեմ իհարկե ինչպես հաշվել, բայց չպետք է զույգերը ֆիքսվեն այդ օրերի վրա եւ միայն հարաբերություն ունենան այդ օրերին։ Սա ամենատարածված սխալն է կամ որ նույնիսկ բժիշկների կողմից առաջադրված այդ մոլորությունն է, որը զույգերին ստիպում է ունենալ այնպիսի սեռական կյանքի ակտիվություն, ինչպես որ թելադրում է բժիշկը, դա այդպես չպետք է լինի, սակայն կասենք ընդհանուր առմամբ, որ դաշնային ցիկլը սկսելուց սկսած առաջին իսկ օրից հաշված, մոտավորապես 12-ից 14-րդ օրերը միջինում տեղի ունենում ծվազատումը, ֆոլիկուլի պատռումը եւ ծվաբջջի դուրս գալը եւ հենց այդ օրերին է հավանական, որ եթե հարաբերություն լինի եւ ուղեկցվի նորմալ սերմահեղուկի ներթափանցմամբ, ապա կարձանագրվի հղիություն։ Սակայն զույգերը սխալմամբ կամ այլ ցուցումներով անմիջապես ֆիքսվում են այդ օրերի վրա եւ տղամարդու պարագայում առաջանում է լրջագույն խնդիր։ Մենք հաճախ ենք արձանագրում դա, երբ որ տղամարդուն ասվում է կնոջ կողմից կամ կնոջ բժշկի կողմից, որ ահա այս օրն է ծվազատում եւ պետք է մենք այսօր ունենանք հարաբերություն, տղամարդուն առաջանում է արգելակում եւ լրջագույն խնդիր։ Արձանագրում է նաեւ էրեկցիայի խանգարում հենց այդ օրերին։ Եվ տղամարդը իրեն դիտարկում է որպես միայն բեղմնավորող սուբյեկտ եւ դա իր համար ունենում է բացասական շատ մեծ ազդեցություն։ Ուստի ընդհանուր առմամբ ավելի բարենպաստ ռիթմ ապահովելու համար խորհուրդ ենք տալիս ունենալ ավելի շատ կանոնավոր սեռական կյանք, հստակ ժամանակացույցին չհետևելով միայն այդ օրերին։ Հետևել ցանկությանը։ Այո։ Եվ ահա զույգերի մոտ այդ ռիթմը, որը ձևավորվում է, դա կոչվում է պայմանական ֆիզիոլոգիական ռիթմ։ Դա շատ
բարերար եւ դրական ազդեցություն է ունենում եւ ապացուցված է, որ զույգի մոտ դրական այդ մթնոլորտը, այդ սիրո վրա հիմնված մթնոլորտն է, որ շատ ավելի նպաստավոր է հղիության արձանագրման համար, քան թե մնացած այլ պարամետրեր։ Եթե նույնիսկ 1 տարին բոլորել է, բայց ընտանիքում չի լսվում երեխայի ճիչ, հարսին տարեք բուժելու, չբեր դուրս եկավ։ Ահա այս մոլորությունն է, որը երկար ժամանակ իշխում էր մեր հասարակությունում, պետք է ասել, որ բոլոր հետազոտությունները դա փաստում են, որ ընդհանուր անպտղության կառուցվածքում գրեթե հավասար դերակատարություն ունեն եւ կինը եւ տղամարդը, եւ տղամարդու անպտղության տոկոսը մոտենում է մոտավորապես 50%-ին։ Այսինքն անպտղության 50% դեպքերի մեջ դերակատարություն ունի տղամարդու անպտղությունը, տղամարդկային գործոնը։ Եվ ասեմ ավելին, որ ընդհանուր առմամբ այդ տղամարդու անպտղության այդ 50%-ի կառուցվածքում մոտավորապես 30-35%-ն էլ պայմանավորված է տղամարդու սեքսուալ խանգարումներով։ Ուստի դրա համար շատ մեծ կարևորություն պետք է տրվի, ինչպես ընդհանուր ֆիզիոլոգիական պրոցեսների ուսումնասիրությանը, հորմոնալ խնդիրների ուսումնասիրությանը, տարբեր բորբոքային խնդիրների ուսումնասիրության անպտղության ժամանակ, այնպես էլ նաև շատ մեծ կարևորություն պետք է տրվի տղամարդու սեքսուալ ֆունկցիայի այդ կողմին։ Ինչ նկատի ունեք, ինչ ենք հասկանում ասելով տղամարդու սեքսուալության ֆունկցիայի խանգարում։ Տեսեք, այնպիսի սեռական խանգարումներ կան, որոնք որ կարող են անմիջականորեն պատճառ հանդիսանալ տղամարդու անպտղության առաջացման։ Սա վերաբերում է էրեկցիալ դիսֆունկցիային, արտահայտված էրեկցիայի խանգարում, որը անհնարին է դարձնում հարաբերությունը։ Մարդիկ ապրում են ընտանեկան կյանքով եւ 1 տարվա ընթացքում չի արձանագրում հղիություն, դիմում են բժշկի եւ բժիշկը ով այդքան էլ կոմպետենտ չէ, չի կարողանում խորամուխ լինել նրանց ինտիմ կյանքի մեջ եւ հասկանալ արդյոք նրանց մոտ տեղի ունենում կանոնավոր սեռական կյանք թե ոչ, թե էպիզոդիկ հարաբերություններ։ Կանոնավորը մի հատ եկեք մոտավորապես 2 խոսքով, կանոնավորը դա որն է։ Նոր ամուսնական զույգերի պարագայում առաջին տարում մոտավորապես պետք է լինի 4-ից 6 հարաբերություն 1 շաբաթվա ընթացքում։ Սա շատ կարևոր եւ նախընտրելի ռիթմ է, ինչպես ընդհանուր նոր ամուսնական զույգերի պարագայում, այնպես էլ նաեւ հղիության տեսանկյունից, ֆերտիլության տեսանկյունից։ Եվ սա այս ռիթմը նպաստում է ինչպես այդ զվազատման օրերին հարաբերության համընկնմանը, այնպես էլ տղամարդու մոտ ապացուցված է, որ կանոնավոր այդպիսի ռիթմը ապահովում է լավագույն սպերմատոգենեզ, այսինքն սերմ առաջացման լավագույն process-ը եւ այդ լավ պայմաններ է ստեղծում, որպեսզի ակտիվ եւ կենսունակ սերմնաբջիջներ արտադրվեն։ Այդ 50% հավանականությունը, այսինքն 50-50, եթե Եվ թույլ տվեք ասել, որ 5-ից 10% մոտավորապես դեպքերը ամբողջ անպտղության մնում են մինչև վերջ չբացահայտված ծագումնաբանության, կոչվում են իդիոպաթիկ դիսպլոզիա, այսինքն մինչև վերջ հնարավոր չէ գիտությունը չի կարողանում բացահայտել, թե ինչու տեղի չի ունենում հղիություն։ Խնդիր չկա, բայց հղիություն չկա։ Այո, արտաքնապես հղիություն չկա, հետազոտությունները փաստում են, որ ամեն ինչ նորմալ է, բայց 5-ից 10% դեպքերը իդիոպաթիկ են մնում, այսինքն չբացահայտված ծագումնաբանության։ Եվ ուրեմն որն է ճիշտ տարբերակը, հետազոտության գալ հենց զույգով։ Ես պետք է ասեմ, որ այո, զույգային մոտեցումը շատ կարևոր է, եւ այստեղ շատ կարևոր է միմյանց աջակցելը։ Տեսեք, նույնիսկ եթե խնդիրը կնոջ մոտ է կամ նույնիսկ եթե խնդիրը առերևույթ ավելի արտահայտված ամուսնու մոտ է, ապա զույգերից մյուսը պետք է անպայման աջակցի եւ իր վերաբերմունքով, իր այդ մոտեցմամբ պետք է կարողանա մեղմել այն ստրեսոգեն ազդեցությունը, որը որ արկա է լինում տվյալ անհատի մոտ։ Պետք է ասել, որ այդ անպտղություն դիագնոզը տղամարդու համար ունենում է նույնչափ մեծ ստրեսոգեն ազդեցություն, որքան մոտ հարազատի կորուստը, այսինքն ըստ էության ինքը իր ստրեսոգենության աստիճանով հավասարազոր է այդպիսի մեծ արհավիրքի, որը որ նա անցալում է որպես եւ սերընդ շարունակելու չկարողանալու այդ հիվանդություն եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ նա ասոցացնում է տղամարդը դա մասկուլինության որոշակի խնդիրների հետ, այսինքն տղամարդկային հատկանիշները ուրեմն իմ մոտ այդ չափ արտահայտված չէ, որ ես չեմ կարող երեխա ունենալ եւ այս պարագայում առաջանում է լուրջ խնդիր։ Եվ ամենակարևոր հանգամանքը պետք է զույգի մոտ լինի միմյանց աջակցելու եւ սատարելու այդ մոտեցումը, որպեսզի մենք կարողանանք բուժումը
լինի արդյունավետ եւ ընթացքում, քանի որ երբեմն բուժումը տևական է լինում, կեսից նրանք չընդհատեն։ Տևական որքան տևական ու միջինացված։ Միջինացված 3-ից 6 ամիս պետք է նկատի ունենալ, որովհետեւ նախ 3 ամիսը անհրաժեշտ է, Դա երկար չէ։ Նման լուրջ խնդիր լուծելու համար երկար չէ։ Կարծում եմ, որ այո։ Եվ նաև 3 ամիսը անհրաժեշտ է, որպեսզի տղամարդու մոտ մեկ ամբողջական սպերմատոգենեզի ցիկլ ավարտվի, որպեսզի մեր տված բուժումը տեսնենք որքանով է արդյունավետ։ Իսկ ընդհանուր առմամբ նաև եթե հաշվի առնելով, որ կարող են կանացի գործոններ տեղի ունենալ եւ տեղ գտնել, ապա ընդհանուր առմամբ մոտավորապես 3-ից 6 ամիս։ Տղամարդու գիտակցումը, որ նա չի կարող երեխա ունենալ ստրեսի առումով համեմատեցիք հարազատ մեկի մահվան հետ, իսկ կնոջ պարագայում կա ուսումնասիրություն, կնոջ ստրեսի չափը, երբ նա նման լուր է ստանում։ Ըստ էության այդ ստրեսոգենության աստիճանի սանդղակով ուսումնասիրությունները կնոջ մոտ մի քիչ ավելի ցածր ցուցանիշներ են արձանագրում, սակայն պետք է նշել, որ կնոջ համար նույնպես դա ցավալի է եւ ասեմ ավելին, որ շատ հաճախ կանանց մոտ սկսում է ավելի կենտրոնացում եւ ֆիքսացիա այդ մայրական բնազդի, մայրական դոմինանտի վրա, դոմինանտի, որը միակ խնդիր է հարուցում եւ կնոջ մոտ բոլոր արդեն սեռական հարաբերությունները միայն մեկ նպատակ են ունենում՝ անպայման մայրանալու եւ մնացած հարաբերության հոգեեմոցիոնալ կողմը նրանց համար սկսում է տուժել եւ դառնալ երկրորդական։ Ուստի դա նույնպես խնդրեմ է եւ արդեն նույնիսկ հետագայում բալիկ ունենալու պարագայում, երբ որ իրենց ամբողջ այդ մտահոգությունները ուղղված են միայն երեխային, ամբողջը ուղղվում են երեխային եւ ամուսինը եւ ընտանեկան ինտիմ կյանքը մղվում է արդեն 10-րդական պլան։ Եվ մտքի ֆիքսվածությունը հղիանալու վրա հենց նվազեցնում է հղիանալու հավանականությունը։ Դա նույնպես ապացուցված է եւ բազմաթիվ դեպքեր կան, ինչպես դուք նշեցիք նաեւ, որ երբ որ երկար ժամանակ զույգը տառապում է անպտղության խնդրով, դա բազմաթիվ գրականության մեջ այդպիսի փաստեր են ֆիքսված, մենք էլ ենք ականատես եղել, եւ երբ որ զույգերը երկարատև ժամանակահատված է անպտղությունը տանջալի այդ օրեր, տարիներ են, ամիսներ են եւ անհատը հանկարծ որդեգրում է մի երեխա եւ ամբողջ այդ խնամքը ջերմությունը տալիս է նրանց մոտ արդեն այդ կենտրոնացվածությունը դեպի իրենց բալիկ ունենալու ֆունկցիան սկսում է թուլանալ եւ ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ արձանագրվում է հղիություն եւ դա շատ հրաշալի եւ դա արձանագրված փաստեր են բազմաթիվ։ Ամուսիններ կան, ում կյանքը իսկապես դժոխք է դառնում այս խնդրի պատճառով, այսինքն իրենց թվում է, թե ուշացված հղիություն կամ ենթադրաբար անպտղություն եւ զույգեր կան, ովքեր տասնյակ տարիներ համատեղ կյանք են վարում մեկը մյուսի հանդեպ որևիցե անգամ որևէ մեղադրանք չհնչեցնելով։ Հավանականությունը այս երկու զույգերի երեխա ունենալու պարագայում կամ թեկուզ որդեգրման պարագայում, որ ընտանիքում երեխան ավելի երջանիկ կլինի։ Այնտեղ որ թվում է, թե ամեն բան արվում էր երեխա ունենալու համար, թե այստեղ անվանեմ լուր տառապանք։ Պետք է ասենք, այո, իհարկե, դա փաստ է, որ այն զույգերը, որոնք որ շատ այսպես լռությամբ եւ խոհեմությամբ են իրենց բաժին ընկած այդ փորձությունը հաղթահարում, նրանք շատ ավելի հեշտ են հաղթահարում այդ խնդիրները եւ արդյունքում բալիկ ունենալու պարագայում նրանց մոտ շատ խաղաղ եւ ներդաշնակ ընտանիք է ձևավորվում։ Իսկ ավելի այսպես կենտրոնացված, ֆիքսված, որ ամբողջ օրը, ամբողջ իրենց գործունեությունը միայն միջանձնային հարաբերություններ կառուցված են միայն երեխայի կամ երեխա ունենալու կամ անպտղության փաստի վրա, այնտեղ տուժում է նաև միջանձնային այդ հարաբերությունը։ Անպտղությունը մեր օրերում լուծելի խնդիր է, շատ պարագաներում հեշտ լուծելի խնդիր։ Կարևոր է հասկանալ որտեղ է արմատը խնդրի եւ դիմել համապատասխան մասնագետի։ Ուզում եմ ձեզ հիշեցնել նաև մեզ բաժանորդագրվելու մասին YouTube-ում, ինչպես նաև կարող եք միանալ մեզ Patreon-ում, մենք ունենք այնտեղ փոքրիկ խումբ, որտեղ պարբերաբար ունենում ենք քննարկումներ եւ դուք ունենում եք հնարավորություն մասնագետին
ուղղել ձեր մասնավոր հարցը եւ ստանալ անհատական պատասխան։ Բժիշկ, բազմաթիվ են դեպքերը, երբ երեխային որդեգրել, դրանից հետո կինը հղիացել է կամ էկոմիջոցով հղիացել է, որից հետո արդեն բնական ճանապարհ։ Սա ինչ է, մայրական բնազդն է արթնանում, այդպիսի բան գոյություն ունի, թե չէ։ Ինչ է օրգանիզմում կամ ավելի ճիշտ մարդու մտքում, մտածելակերպում այդ լարվածությունն է այդ հարցի շուրջ նվազում, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հղիանալու, ինչ է տեղի ունենում։ Այո, իրականում այդ հոգեեմոցիոնալ կամ հոգեբանական անպտղությունը խիստ մեծ դերակատարություն ունի։ Ապացուցված է, որ թե կանայք, թե տղամարդիկ, երբ որ գերսևեռվում են հղիանալու վրա եւ ամբողջ իրենց այդ հարաբերությունները կառուցում են միայն բալիկ ունենալու այդ կոնտեքստի վրա, ապա նրանց մոտ ուղեղից արգելակող իմպուլսներ են գալիս եւ արգելակում է եւ ձվազատումը եւ տղամարդկանց մոտ տուժում է նաեւ սպերմատոգենեզը։ Ոստի այն հանգամանքը, երբ որ արդեն այդ բալիկը նրանց մոտ կա թե արտամարմարային բեղմնարում, թե որդեգրման ճանապարհով, ապա նրանց մոտ սկսում է այդ հոգեուզական այդ գերլարվածությունը թուլանալ, մի պահ, եւ նրանց մոտ սկսում է արդեն կարգավորվել եւ մենստրուալ ցիկլը, եւ ձվազատումը, եւ տղամարդկանց մոտ սպերմատոգենեզը, եւ մեծ հրաշալի արդյունքներ են ունենում արդեն բնական ճանապարհով, նրանք սկսում են ունենալ հաջորդ բալիկ։ Ավելացնեմ, որ հղիանալու համար խոչընդոտ է նաև միտքը անպայման ունենալ որևիցե սեռի երեխա։ Այսինքն այդ անհագ ցանկություն ունենալ անպայման տղա կամ ունենալ անպայման աղջիկ եւ ոչ թե թողել դա Աստծո որոշմանը, նույնպես արգելակում է առհասարակ հղիանալը։ Այո, եւ միշտ ես դեմ եմ այս հաշվարկային մեխանիզմով բալիկ ունենալուն, որովհետեւ իրականում չկա որոշ կամ գոյություն չունի որևէ փաստացի այսպես վստահելի հաշվարկման մեթոդ։ Իհարկե բացառություն կազմում է էքստրակորպորալ հղիանալու պարագայում արտամարմարային բեղմնարման ժամանակ սեռի որոշումը, բայց դա փոքր ինչ ռիսկային է եւ այդչափ խորհուրդ չի տրվում դա կիրառել, կամ ըստ օրենքի դա պետք է կիրառել միայն այն ժամանակ, եթե ընտանիքում կա 2-3 նույն սեռի երեխա, նոր հաջորդ սեռի պլանավորում թույլատրվի իրականացնել, թե չէ առաջինի կամ երկրորդի ժամանակ դա արգելված է կիրառել այդ մեթոդը, իսկ մնացած այն ճակերտավոր այդ հրաշագործները, որոնք կարող են դա հաշվարկել եւ այսպես կանխատեսել երեխայի սեռը, դրանք մոլորություններ են եւ չպետք է հավատալ դրան։ Եվ ի վերջո արհեստական բեղմնավորում այդ էկոկոչվածը դա այնքան էլ անվտանգ չէ կնոջ օրգանիզմի համար, ես նկատի ունեմ այդ ընթացքում, երբ առանձնացվում են զվաբջիջները, նախապես հորմոններ են ընդունում, այդ process-ն էլ այդքան հեշտ չէ։ Այո, շատերի համար դա հրաշք է, երբ մարդ ընդհանրապես չի կարող երեխա ունենալ, բայց պայմանավորված միայն երեխայի սեռի ընտրությամբ Համամիտ եմ։ Եթե մարդը ընտանիքում ունի 2-3 երեխա նույն սեռի թեկոս, ապա հատուկ միայն դրա համար անել ես ինքս խորհուրդ չեմ տա։ Տղամարդիկ երբ տառապում են անպտղությամբ եւ այսպես ասեմ, կինը բոլոր հնարավոր եւ անհավանական արդեն հետազոտությունները իր անպտղությամբ անցել է որպես կանոն սկեսուրի ուղեկցությամբ եւ հիմա այլևս ստուգելու ոչինչ չկա։ Տղան հասկանում է, որ պիտի ստուգվի ինքը, որպես կանոն գալիս է մենակ։ Այդպես է։ Ընդհանրապես տղամարդիկ մենակ են գալիս, բայց երբեմն լինում է կնոջ ցուցումով, կնոջ այսպես հորդորով, հայ։ Ասեմ, որ այո, ամենահեշտը եւ ամենաքիչ ծախսատար եւ ամենաէֆեկտիվը տղամարդու անպտղության ուսումնասիրությունն է եւ խնդրի հայտնաբերումն է։ Ավելի քան կանացին։ Քան թե կանացին։ Տղամարդու պարագայում հետազոտությունը, որը որ սպերմոգրաման իրականացնում ենք եւ այն մեծածավալ ինֆորմացիա է տալիս տղամարդու ֆերտիլության կամ մտաբերության ցուցանիշների վերաբերյալ, դա շատ հեշտ հասարակ մեթոդ է եւ շատ հասանելի եւ շատ ոչ դժվարամատչելի, այնպես որ այս մեթոդով կարելի է միանգամից հետազոտել եւ հասկանալ տղամարդու մոտ խնդիր կա թե ոչ։ Այո, եթե խնդիր կա, նոր արդեն մենք ուսումնասիրում ենք արդյոք դա ինչ պատճառագիտություն ունի, հորմոնալ պատճառագիտություն ունի, թե արդյոք պայմանավորված է քրոնիկական բորբոքային հիվանդություններով, թե պայմանավորված է շագանակեցի կամ միզասեռական այլ օրգանների հիվանդություններով, դա արդեն խորացված հետազոտություն, բայց հայտնաբերել տղամարդու մոտ առկա է ֆերտիլության խնդիր, պտղաբերության խնդիր, թե ոչ, դա պարզ հասարակ հետազոտություն է, որը շատ հեշտ իրականացվում է։ Եվ չպետք է դա թողնել վերջում, դա պետք է անել առաջին հերթին։ Ովքեր են ավելի հանդուրժող դիմացինի խնդրի հանդեպ, այսինքն խնդիրը անկախ նրանից թե ումից է, ընդունում են որպես ընդհանուր կանայք, թե
թե տղամարդիկ։ Հիմնականում տղամարդիկ շատ ավելի հանդուրժող, աջակցող են, քան կանայք։ Իմ տեսանկյունից, միգուցե ես այստեղ սխալվում եմ, բայց իմ փորձից ելնելով տղամարդիկ շատ ավելի համբերատար են, ավելի ուշադիր են, կնոջ մոտ առկա խնդրի վերաբերյալ ավելի հոգատար են։ Կանայք մի քիչ ավելի շուտ են նեղվում, շուտ են ստրեսի ենթարկվում, շուտ են հիասթափվում եւ մեր խնդիրն է նաեւ զույգի համար ստեղծել լավ մթնոլորտ, բարի դրացիական այսպես մթնոլորտ, իրար աջակցող եւ սատարող մթնոլորտ, որպեսզի թե կնոջ թե տղամարդու պարագայում միմյանց մեղադրման այդ խնդիրը չառաջանա։ Հենց որ դա առաջանում է, սկսում են զույգերի մոտ պառակտում առաջանալ, կարող է եւ դա պատճառ հանդիսանալ ամուսնալուծության։ Այո։ Առաջին երեխային ունեցան, իրենք էլ չհասկացան ինչպես նկատի ունեմ առանց որևէ խոչընդոտի եւ դժվարությամբ։ Հետո անցնում են տարիներ, որոշում են եւս մեկ երեխա ունենալ եւ չի ստացվում։ Երկրորդային անպտղությունը, այո, ներկայումս շատ ավելի մեծ ծավալներ է ստանում, ցավոք սրտի, այո, դա կոչվում է երկրորդային անպտղություն, երբ որ մեկ հղիության արձանագրումից հետո երկրորդ հղիությունը, երկրորդ բալիկի առումով խնդիր է առաջանում։ Սա նույնպես խնդիր է, սա նույնպես խնդրեմ է եւ ասեմ, որ բավականին սկսում է տարածվել, այո։ Պատճառները իհարկե բազմաթիվ են, բազմաթիվ պատճառներ, դա վերաբերում է ինչպես էկոլոգիական այդ բարդացած գործոններին, կյանքի որակին, այդ ստրեսային իրավիճակներին, շատ հաճախ նաև վերաբերում է հորմոնալ խնդիրներին, սննդային գործոններ, որոնք որ այսօր դժվար է առողջ սննդի հետ կապված այդ նորմատիվները պահպանել, ցավոք սրտի վնասակար սովորույթներին։ Տեսեք, շատ հաճախ տղամարդիկ առաջին բալիկի ժամանակ ավելի պատասխանատու են լինում եւ կարծես թե հրաժարվում են իրենց բոլոր վնասակար սովորույթներից։ Եվ երբ որ արդեն այսպես ասած վստահ են լինում, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, սկսում են որոշակիորեն չարաշահել վնասակար սովորույթների եւ երկրորդ բալիկի պարագայում սկսում է առաջանալ խնդիր։ Երբ որ մենք հարցնում ենք, ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ առաջինի եւ երկրորդի այդ միջակայքում չեն պահպանվել իրենց իսկ առողջության վերաբերյալ այդ կարևորագույն հորդորները, որոնք մենք տալիս ենք։ Եթե առաջին իսկ գրանցված, այսինքն առանց երեխա ունենալու գրանցված անպտղությունը 50-50 է հավանականությունը, ապա երկրորդայինի պարագայում հավանականությունը ավելի մեծ է, որ տղամարդուց է անպտղությունը, թե ոչ։ Նույնն է, երկրորդային անպտղության պարագայում նույնպես, այո, կիսով չափ հնարավոր է դեպքերում ընդգրկված լինի արական գործոնը, տղամարդու գործոնը, կիսով չափ դեպքերում իգական գործոնը, կանացի գործոնը։ Մի հատ sense մի շատ նուրբ հարց եմ ուզում ուղղել, սերմերի բանկ գոյություն ունի նաև Հայաստանում, ձեր փորձը ինչ է ցույց տալիս այդ արհեստական միջոցով բեղմնավորման գնալուն, ով է ավելի արագ համակերպվում այս մտքին, կինն է համաձայնվում, որ այլ կնոջ սերմը օգտագործվի, ձվաբջիջ օգտագործվի, այո, թե տղամարդն է ավելի շուտ համակերպվում, որ այլ տղամարդու սերմնաբջիջ օգտագործվի։ Այս շատ նուրբ սապահ է, ով է այս մտքի հետ շատ ավելի շուտ համակերպվում։ Ավելի շուտ, տեսեք, եթե ըստ էության խնդիրը տղամարդու մոտ է եւ մի իրավիճակ ունենք, երբ որ տղամարդու խնդիրը հնարավոր չէ լուծել, այսինքն սերմնաբջիջները բացակայում են եւ արել ենք բուժումները եւ այլևս անարդյունավետ է բուժումը, պետք է օգտագործվի դոնորական սերմնաբջիջ։ Տղամարդը միշտ դեմ է լինում։ Այսքան մեծ տարիների ընթացքում ես ունեցել եմ հատուկ դեպքեր, երբ որ տղամարդը համաձայնվում է դոնորական սերմնաբջիջի կիրառման։ Երկրորդ պարագայում, երբ որ կնոջ մոտ է առկա խնդիրը եւ առկա է դիցուք ծվաբջիջի բացակայություն եւ հնարավոր բուժումները արդյունավետ չեն եւ պետք է կիրառվի դոնորական ծվաբջիջ, ամուսինն էլ է հեշտ համաձայնվում կինն էլ։ Այսինքն այն պարագայում, երբ որ պետք է դոնորական սերմնաբջիջ կիրառվի, թե տղամարդկային գործոն է, ամուսինը միշտ դժվար է համաձայնում կամ չի համաձայնում։ Այնպես որ այս խնդիրը հայ իրականության մեջ կա։ Կինը կարող է չունենալ ձվաբջիջ, բայց ի վիճակի լինի տանել հղիություն, ինքը կրել իր հղիությունը։ Այո։ Այս դեպքում օգտագործվում է դոնորական ձվաբջիջը եւ ստացված սաղմը տեղադրվում է կնոջ արգանդում եւ կինը ինքն է կրում հղիությունը։
Գոյություն ունի փղի հիվանդություն, այդպես են անվանում ժողովրդի մեջ, երբ կնոջ օրգանիզմը հակվածություն է ունենում հղիանալու 7 թե 9 տարին մեկ միայն։ Ասեմ, որ դա իհարկե գիտականորեն ապացուցված չէ, ուղղակի կան արձանագրված այդպիսի դեպքեր։ Այո, մեր իրականության մեջ մենք ունենք ընտանիքներ, նույնիսկ ես ունեմ տենց հարազատ ընտանիք, որտեղ այո 7 տարին մեկ է արձանագրում հղիություն, արտաքս ոչ մի պատճառ չկա, ոչ մի խոչընդոտներ չկան, թե ամուսնու մոտ թե կնոջ մոտ ամեն ինչ նորմալ է։ Բացատրություն չկա դրան իհարկե գիտական, բայց այո կա այդպիսի երևույթ եւ նկարագրված է գրականության մեջ։ Սա բնորոշ է կնոջ օրգանիզմին, թե տղամարդու մոտ։ Ավելի շատ կնոջ։ Որովհետեւ կնոջ ցիկլային է կնոջ գործունեությունը։ Տղամարդունը միատար եւ միշտ արտադրվում է։ Միշտ պատրաստ։ Եթե լավ սպերմատոգենեզ ունի, ապա նրա մոտ սերմավիճները միշտ լավ արտադրվում են։ Կնոջ մոտ է, որ ցիկլային բնույթ է կրում եւ ենթակա է հորմոնալ եւ պսիխոէմոցիոնալ այդ տատանումներին։ Բժիշկ, այլ ինչ խնդիր առողջական կարող է խոչընդոտել հղիանալուն, եթե անպտղություն ըստ էության զույգերից ոչ մեկի մոտ գրանցված չէ, բայց եւ հղիություն չկա, այլ ինչ խնդիր կարող է լինել։ Տեսեք, հաճախ զույգերը ամուսնանում երկարատև ժամանակահատված ապրում են իրար հետ, արտաքնապես հաշտ խաղաղ, բայց չի արձանագրում հղիություն։ Եվ երբ որ մենք ուսումնասիրում ենք եւ զույգի հետ աշխատում ենք, տեսնում ենք, որ նրանց մեջ տեղի չի ունեցել նորմալ սեռական կյանք։ Ոչ լիարժեք։ Ոչ լիարժեք։ Ըստ էության կամ ընդհանրապես նույնիսկ բացակայում է սեռական կյանքը եւ այստեղ շատ կարեւոր է բժշկի այդ մոտեցումը, որ համապարփակ մոտեցում պետք է ցուցաբեր, պետք է առաջի հերթին այդ հարցին անդրադառնանք, այդ հարցից սկսենք բարձրաբանումը։ Եվ ինչ է բարձում։ Բարձում է, որ կնոջ մոտ արկա է վագինիզմ եւ հարաբերության հետ փորձի ժամանակ նրա մոտ տեղի ունենում հեշտացամուտքի մկաների կծկում, որը անհնարին է դարձնում հարաբերությունը։ Զույգը շատ հաճախ լինելով երբեմն ոչ տեղեկացված, ոչ փորձառու, թե ամուսինը թե կինը այս խնդիրը չեն կարողանում հասկանալ, մեկնաբանել։ Նրանք վերագրում են դա, որ ընթացքում կարգավորվի, միգուցե սպասենք, միգուցե իրար չենք հարմարվել, բայց դա այդպես էլ չի անցնում եւ վագինիզմը պահանջում է ճիշտ մասնագիտական սեքսոլոգիական բուժում, որպեսզի այդ խնդիրը կարգավորենք։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ որ պատճառը հենց կնոջ այդ վախերն են հարաբերություն ունենալու, որը արգելակում է հարաբերության process-ը եւ պատճառ հանդիսանում հենց ապատության ձևավորում։ Եվ որը մեծամասամբ հոգեբանական խնդիր է։ Պսիխոէմոցիոնալ խնդիր է, պայմանավորված կնոջ ունեցած այդ բացական այդ վախերով, որոնք որ մեր սեքսոլոգիայում հանդիպող ամենահաճախ հանդիպող խնդիրներից է եւ պետք է ասել, որ շատ արդյունավետ 1-2 ամսվա ընթացքում լուծվում է եւ զույգը միանգամից այդ խնդիրը լուծում է եւ շատ արագ հղիանում է։ Բժիշկ, կան սիրով զբաղվելու դիրքեր, որոնք բացառում են հղիանալը։ Ոչ թե բացառում են, այլ կան սիրով զբաղվելու դիրքեր, որոնք ավելի հեշտացնում են հղիության հավանականությունը եւ մենք հենց զույգերի հետ աշխատելուց նաեւ այդ դիրքերի հետ կապված տեղեկացնում ենք, ինֆորմացնում ենք, որ նրանք ավելի ֆիզիոլոգիական մեխանիզմների իրականացման տեսանկյունից ավելի հեշտ են եւ ավելի արդյունավետ են հղիության արձանագրման համար։ Իսկ եթե ըստ էության տեղի ունենում ներթափանցում եւ սերմնաժայթքում, ապա բոլոր դիրքերի պարագայում հնարավոր է հղիություն։ Ո՞րն է այդ դիրքը, որը հավանականությունը մեծացնում է հղիանալու։ Ամենադասական դիրքը, որը որ շատ ֆիզիոլոգիական է եւ որից հետո որ զույգը ավանդական կոչված դիրքն է, այո, որից հետո որ չպետք է անպայման դրան ավարտելուց հետո կինը վեր կենա եւ գնա միանգամից լվացվելա, պետք է որոշակիորեն հանգիստ պարկի, այո, եւ որպեսզի նպաստի ներթափանցման սերմնակի ավելի վերև ուղիներով բարձրացման։ Ձեր հիշողության մեջ այսպես մխրճված դեպքեր կարող եք հիշել կապված անպտղության հետ, ձեր պրակտիկայում հանդիպած։ Մի զույգի հետ էինք աշխատում, որի տղամարդու մոտ էր խնդիրը, սերմնակը բավականին ցածր էր իր ցուցանիշներով եւ շարժունակություն եւ որակ 2-3 ամիս աշխատեցինք, բուժումները նշանակեցինք եւ այսպես արդեն վերջում ստուգել ենք, տեսնում ենք սպերմոգրաման շատ լավն է, շատ լավ արդյունք ունենք, այսպես էս ողջևորված նայում եմ, որ պետք է ասի, որ ապրես բժիշկ, ես ինչ լավ էր, որ արդյունքը լավ եղավ։ Միանգամից շուռ եկավ կնոջը եւ մորը նայեց, որոնք իրեն միշտ ուղեկցում են եւ ասաց. տեսակ, դուք տնեցիք ինչքան լավ ինձ պոպոկ մեղր անդադ կերցրին, դրա համար արդյունքս շատ լավ եղավ։ Այսինքն բժշկություն եւ դեղորայքները այստեղ դեր չունեին, միայն կարևորը
ծնողների եւ կնոջ խնամքը։ Պոպոկը եւ մեղրը։ Իդեպ պոպոկը օգտակար է իսկապես եւ մեղրը։ Այն չափ, որքան որ մնացած բոլոր մրգերը եւ կամ հատապտուղները կամ ընդեղենը։ Ըստ էության հատուկ ընդգծված դրական ազդեցություն սпасել պետք չէ, որովհետեւ հնարավոր չի սննդային գործոնները միայն կարգավորելով կամ հագեցնելով հասնել որևէ արդյունքի, անպայման պետք է դեղորայքային բուժում։ Եվ շատ կարևոր է նաև այդ ընդհանուր վերաբերմունքը ամբողջ առողջ սննդակարգին, դա չի վերաբերվում միայն այս խնդիրներին, ընդհանուր առողջ սննդակարգի պահպանումն է կարևոր։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անպատվությունը իհարկե խնդիր է ընտանիքի համար։ Իհարկե երեխան կարողանում է ամբողջացնել ընտանիքի մասին պատկերացումները եւ այլ ներդաշնակություն ու երջանկություն բերել ընտանիք։ Սակայն երբ երեխայի ծնունդը խնդիր է, սա առիթ չէ միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրվելու համար։ Սա խնդիր է, որը շատ հաճախ հեշտ լուծելի է։ Պարզապես պետք է հասկանալ որն է խնդիրը եւ դիմել համապատասխան մասնագետի։ Երեխայի առկայությունը ընտանիքում երջանկություն է, սակայն եթե դուք չունեք սեր, ապա երեխան փրկողակ ձեր ընտանիքի երջանկության հանդիսանալ չի կարող։ Մնացեք խաղաղությամբ առայժմ։